Այս պահին մենք Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի առջև ենք, որտեղ հիշեցնեմ 29-րդ օրը վերջ ընտրություններին պահանջով հացադուլ է անում նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը։ Պարոն Ղուկասյան, գիտեմ չեք մասնակցել այսօր քվեարկությանը, ինչով է պայմանավորված ձեր որոշումը։ Ինչպես ասացիք, 29-րդ օրն է հացադուլի, պարզապես ֆիզիկապես ես ի վիճակի չէի քվեարկությանը մասնակցել։ Իմ ընտանիքի անդամները քվեարկել են։ Պարոն Ղուկասյան, պայքարը արդյունք տվեց։ Շուտ է ամփոփել արդյունքները։ Սպասենք վաղը դիտորդների գնահատականին։ Իմ պահանջներից մեկը այն էր, որ դիտորդները օբյեկտիվ գնահատական տան այս ընտրություններին։ Ես միայն դրանից հետո կդադարեցնեմ հացադուլը, երբ այդ արդյունքը պարզ կլինի։ Ենթադրում եմ, որ դա կլինի վաղը, օրվա երկրորդ կեսին։ Եթե դիտորդական առաքելության գնահատականը դրական է լինում, ձեր քայլերը այս դեպքում ինչ են լինելու։ Անկախ նրանից ինչ կլինի դիտորդական առաքելության գնահատականը, ես միանալու եմ այն քաղաքացիներին, ովքեր որ հայտարարելու են քաղաքացիական անհնազանդություն, որովհետև գտնում եմ, որ ազնիվ քաղաքացիական դիրքորոշումը այն է, որ չի ենթարկվել ոչ լեգիտիմ ճանապարհով ձևավորված պետական իշխանության մարմնին եւ քաղաքացիական անհնազանդությունը դա հենց այն քաղաքական դրսևորումն է, որը որ իմ կարծիքով հնարավորություն կտա համատեղ ջանքերով մի ճակատ ստեղծել քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ընդդեմ ոչ լեգիտիմ իշխանությունների։ Եվ ինչ ձևաչափերով կարող է դրսևորվել այդ անհնազանդությունը, դուք դա ինչպես եք պատկերացնում։ Դա արդեն կախված կլինի այդ ուժերի համատեղ որոշումներից, ես չեմ ուզում իմ անձնական հիմա կարծիքը ասեմ, այնուամենայնիվ ես գտնում եմ, որ մինչև հանրությունը չցուցաբերի իր կամքը չի ենթարկվել այս քրեաօլիգարխիկ համակարգին, որևէ բան քաղաքական ուժերին փոխել մեր երկրում անհնար կլինի եւ բնականաբար քաղաքացիական անհնազանդությունը առաջի հերթին պիտի ծառայի նրան, որ հանրության այդ կամքը դրսևորվի, չենթարկվել քրեաօլիգարխիկ համակարգին։ Պարոն Ղուկասյան, դուք նաև նշում եք, որ հացադուլի հասցեատերը առաջին հերթին հանրությունն է։ Այս մասով ինչ արձագանքներ գտաք այս մեկ ամսվա ընթացքում։ Բավականին շատ մարդիկ զորակցությունը հայտնեցին ինձ այս ընթացքում, ես գտնում եմ, որ թեպետ լրատվական միջոցներում այն հատվածում, որը որ գտնվում է իշխող կուսակցության հսկողության տակ, որը որ եւ ամենախոշոր զոլոմաներն են, հացադուլը չի լուսաբանվել, հացադուլի քաղաքական պահանջները չեն լուսաբանվել եւ հասարակության մեջ, հանրության մեջ ըստ էության դիսկուրս չի առաջացել իմ կողմից բարձրացրած հարցերի շուրջ, այնուամենայնիվ իմ ձայնը հասել է հանրության որոշ մասին եւ դա զգացվում է։ Պարոն Ղուկասյան, դուք հայտարարել եք, որ որևէ պարագայում չեք ճանաչելու ընտրությունների արդյունքները, այնուամենայնիվ կանխատեսում եք մոտավորապես ինչ արդյունք կարող է լինել։ Նույնիսկ չեմ ծանրաբեռնում ինձ այդ ուղղությամբ։ Անցյալ ընտրություններին Սերժ Սարգսյանը հավաքել էր 850, հավաքել չեկերտավոր, ձայն, ենթադրում եմ, որ պրեստիժի գաղափարները թույլ չեն տա ՀՀԿ-ին ավելի պակաս ձայն ցույց տալ քվեարկության արդյունքներում։ Ուստի ենթադրում եմ, որ 900,000 քվե իրենց այդ արձանագրության մեջ կձգտեն ցույց տան, թե ինչպես են այդ քվեները հավաքում, արդեն իմ կարծիքով բոլորին տեսանելի է, նորից ընտրակաշարք, նորից հարկադրանք, ամեն տեղից գալիս է այդ տեղեկությունը եւ ԶԼՄ-ներով եւ Facebook-ում եւ քաղաքացիները դրա մասին տեղեկացնում են։ Ինչպես տեսնում ենք, իրավապահ մարմինները անզոր են որևէ բան կատարել։ Իրավապահ մարմինների դիրքորոշումը, որ քաղաքացիները պիտի բռնեն հաղթողներին հանձնեն ոստիկանություն, կարծեմ թե
վկայում են, որ չկա կամք իրավապահ մարմինների մոտ կասեցնել այս բացահայտ կատարվող հանցագործություն, ինչպես եւ բոլոր անցյալ դրությունները, շինություն դրությունների իրողությունն է, նոր բան չկա ոչ մեկի համար այսօր։ Եվ վերջին հարցը ձեզ որպես քաղաքագետի եմ ուղղում, ընդդիմադիր թեկնածուների մասով հետընտրական զարգացումներ կանխատեսում եք։ Որպես քաղաքական գործիչ կպատասխանեմ, որովհետև Հրանտ Բագրատյանի հետ քննարկել ենք այս հարցը, տեսնում ենք անհրաժեշտություն ընդվզում պահելու հանրության այս հանրությունը չի կարելի այս վիճակում թողնել առանց ակտիվ գործողությունների, գտնում եմ, որ և մյուս տեխնացուները նույնպես պիտի որ բողոքարկեն այս դրությունը, ընդվզեն, չընդունեն այս դրությունը, որը որ կա։ Չէ պատկերացնում որևէ տեխնացու, որը որ կարող է այսքանից հետո գնալ և շնորհավորել Սերժ Սարգսյանի հաղթանակը։ Նաև հնարավոր է նրանց հետ համագործակցություն։ Բնականաբար, որպեսզի քրեօլիգարխիկ համակարգը հաղթ առնի, անհրաժեշտ է բոլոր ուժերի համադրում, քաղաքական, քաղաքացիական և բնականաբար պետք է ջանքեր գործադրել, որ բոլորը միանան։ Շնորհակալություն պարոն Ղուկասյան, ձեզ առողջություն ենք մաղթում։ Հիշեցնեմ, Գիտությունների ազգային ակադեմիայի առջևից նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն էր, ով 29-րդ օրն է շարունակում է իր հացադուլը։